Մի աղջիկ իր հորից ժամացույց է ստանում, որ հատուկ ինչ-որ ժամագործ է ստեղծել, ուրախացած վերցնում է նվերը, բայց անցնում է ժամանակ հայրը մահանում է։ Ժամացույցը մնում է միակ հիշատակը։ Անցնում է ժամանակ ու այդ ժամացույցը սկսում է այլևս չաշխատել։ Աղջիկը տխրած, որովհետև իր հորից միակ ժառանգությունն էր, ասում է ոնց եմ անելու, տանում է տարբեր ժամագործների մոտ։ Ասում է սարքեք է ժամացույցը, ոչ մեկ չի կարողանում սարքի։ Հանկարծ մի օր ուշադրություն է դարձնում ժամացույցի վրա մի նշանի, որ հենց այդ ժամագործի անունն է գրված։ Ու ճշտում է իմանում է, որ ժամագործը դեռ ողջ է։ Տանում ասում է, այս ժամացույցը դուք եք արտադրել, ասում է, այո, իհարկե, ես իմ ձեռքերով եմ շինել այս ժամացույցը։ Ասում է, դադարել է աշխատել։ Խնդրում եմ, կվերանորոգեք։ Ասում է, իհարկե։ Բացում է արագ, սարքում է ու վերադարձնում է աղջկան։ Աղջիկը զարմացած ասում է, այդքան ժամագործ չկարողացավ սարքել, բայց դու շատ արագ շինեցիր եւ հետ տվեցիր։ Գիտեք ինչա պատասխանում ժամագործ, ասում է, սա ես իմ ձեռքերով դետալ առ դետալ հավաքել եմ, ամեն ինչ մանրամասնությամբ տիրապետում եմ, ոնց չեմ կարողանա սարքեմ։ Աստված մեզ դետալ առ դետալ գիտի։ Աստված քեզ մանրամասնորեն գիտի ինչա քեզ պետք։ Գիտի որ պետքա դու ինչ որ հարցում զիջես, ինչ որ հարցում գնաս առաջ առյուծի նման։ Գիտի որ վերականգնման կարիք ունես, ուզում եմ աղոթ կանեմ քեզ համար։ Քո Տեր Աստվածը, որտեղ որ ես, որտեղ որ կանգնած ես, նստած ես, կպնում է քեզ, որպես քո արարիչ ու նորոգում է քեզ Սուրբ Հոգով։ Կարևոր չի ինչա եղել քո կյանքում։ Եթե նույնիսկ սուկ Աստված քեզ կպնում է ու մխիթարում է։ Անելանելի իրավիճակի մեջ ես, Աստված կպնում է ու բարձրացնում է քեզ։ Հանում է այդ սարսափելի վիճակի մեջից։ Քո մտքերն են քեզ տանջում, վախերն են քեզ տանջում, Աստված ազատագրում է քեզ վախերից։ Դու այլևս խավարից չես սարսափի։ Երբեք ու երբեք։ Հալելույա։ Փառքն ու պատիվը քեզ, Տեր։